Առաջիկա ընտրություններից այս տեմպերով ինչ սպասել Փաշինյանն օրինակ հայտարարել է, որ իրենք 65% խփելու են։ Դուք էլ հայտարարեք, որ 75% են խփելու։ Ուղղակի հայտարարեք։ Ասա դու էլ ասա, այդ հայտնի անեկդոտի մոտիվներով, հա, Փաշինյանը կարող է շատ բան ասել, իր որ ասածն է իրականացել։ Բոլորը սուտ են դուրս եկել, ես վստահ եմ, այդ 65%-ն էլ է սուտ։ Նիկոլ Փաշինյանը իհարկե չունի մեծամասնության աջակցություն։ Եթե 65% աջակցություն ունեն, ինչու են մի քանի հազար ձենի համար տառապում, մարդկանց չեն գրանցում, խնդիրներ են ստեղծում, հա։ Իրենք լրջագույն խնդիր ունեն, Նիկոլ Փաշինյանը 20-22%-ից ավել աջակցություն չունի։ Այո, այդ 20-22%-ը կարող է լրիվ ուրիշ թվի տեսք ստանալ, եթե քաղաքացիները չգնան ընտրության, այսինքն ընդդիմադիր քաղաքացիները եթե չգնան ընտրության, ապա այո, այդ 20-22%-ը կարող է դառնալ 40-44%։ Քաղաքացիներից է կախված, այո։ Ես չգիտեմ, իրենք ամեն բան անելու են, որ քաղաքացիները պակաս մասնակցեն ընտրություններին, սա պիտի կոտրել այդ քարոզչական թեզերով եւ ցույց տալ, որ քաղաքացիների մասնակցությունը շատ կարեւոր է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ասենք հետո 40% պատկեր ստանա, դա այն չի վկայի նրա մասին, որ ընդդիմությունը ճիշտ չէր ասում, որ Նիկոլ Փաշինյանը հանրային աջակցություն չունի, ոչ, դա վկայելու այն մասին, որ քաղաքացիները ուղղակի չեն հասկացել, որ պիտի գնան ընտրությունների ու չեն գնացել։ Ես վստահ եմ, որ գնալու են ընտրությունների եւ պիտի քաջալերել մարդկանց գնալ ընտրությունների անպայման։